Արյուր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարբերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակության ինչպես ամեն ուրբաթ այս անգամ եւս ավանդույթի ուժով եւ հենց այդ ավանդույթի նվիրվածությամբ խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթի մասին, մեր վերաբերմունքի մասին, առմշակույթ եւ ընդհանրապես այն ամեն ինչի մասին, ինչը մեզ կապում է մշակույթի հետ կամ մշակույթը կապում է մեզ հետ։ Այսօր իմ զրուցակիցն է ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Նազարեթ Կարոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Կարոյան, ինչպես ասացի, մենք ամեն ուրբաթ զրուցում ենք մշակութային թեմաներով, մշակույթի հետ կապված հիմնականում խնդիրների մասին, ինչի եմ ասում խնդիրների, որովհետև երբ խոսում ենք մեր վերաբերմունքի մասին մշակույթի նկատմամբ, միշտ կան ամենատարբեր կետադրական նշաններ, հարցականներ, բացականչական նշաններ, էլի բազմակետեր, որտեղ ամեն մեկի վերաբերմունքը այդ ամեն ինչին յուրատեսակ է։ Հիմա այլ է, ձերը այլ է, մեր մյուս հյուրերինը այլ կերպ է։ Հիմա, եթե ձեր տեսանկյունից նայենք, մեր վերաբերմունքը մշակույթին, սպառողի վերաբերմունք է, թե տիրոջ։ Մեր վերաբերմունքը միշտ չի որ գիտակից վերաբերմունք է, երկու դեպքում էլ, երբ որ սպառում ենք, նաև երբ արտադրում ենք։ Խնդիրը այդ գիտակից եւ անգիտակից վիճակների մասին է, այսինքն մեր անգիտակից վիճակում սպառելը մշակութային արտադրանքի կամ արտադրելը որքանով է նպաստում զարգացմանը կամ անգիտակից վիճակում նույն բանը անելը, սպառելը կամ արտադրելը որքանով է նպաստում։ Այսինքն ես կարծում եմ, որ դա հիմնականում գիտակցության հարց է եւ ըստ այդմ էլ մի տեսակ ռեգիստրներ փոխելու կարիք կա, փորձել պահիտակ դադար առնել, մտածել այն մասին ինչ ես անում, դու հիմա արտադրում ես, թե սպառում ես։ Ես կարծում եմ, որ գլոբալ իմաստով, քաղաքակրթական իմաստով մենք գտնվում ենք սպառման ռեժիմի մեջ, մշակութային բարիքի սպառման մեժի մեջ եւ Հայաստանն էլ, հայ հասարակությունն էլ գտնվում է նույն քաղաքակրթական ծիրում եւ կարիք կա անհրաժեշտության կա գիտակցելու արտադրության կարեւորությունը մշակութային բարիքի։ Այս գիտակցումը կարծում եմ գիտակցման ընդլայնում եւ տարածումը հասարակության մեջ կարծում եմ ահագին բան կարող է փոխել մեր հասարակության մեջ։ Այդ գիտակցումը ինչպես պիտի փոխվի եւ ինչ է նշանակում այդ գիտակցության փոփոխություն։ Իհարկե գիտակցման ռեժիմը ինքը մի ռեժիմն է, երբ որ դու փորձում ես դուրս գալ ինչ-որ մի տեղից, սովորաբար նեղ տեղից։ Եթե դու նեղության մեջ ես, փորձում ես հասկանալ պատճառները քո նեղության եւ փորձ անել դուրս գալ այդ վիճակից։ Տարիներ առաջ ժամանակակից արվեստի ինստիտուտի շրջաններում մի նախագիծ էինք մշակել, որ կոչվում էր Անգետ ուսուցիչ, դա մի գրքի թարգմանությանն էր վերաբերվում, Ժակ Ռանսիերի Անգետ ուսուցիչը թարգմանությանը, բայց խոսքը թարգմանության մասին չէր, նպատակը գրքի թարգմանությունը չէր, այլ փոխել իրադրությունը մշակութային արտադրության եւ մշակութային արտադրողների անկախ արտադրողների, որոնք որևէ ձևով ներգրաված չէին եւ մշակութային քաղաքականությունը երկրում այնպեսին չէր, որպեսզի նպաստեր մշակութային բարիքի անկախ արտադրությանը։ Եվ այդ շրջանակներում մենք մտածում էինք, որ յուրաքանչյուր մեկը, ով մշակութային պահանջներ ունի, բարիք սպառելու, կինո դիտելու, ցուցահանդես գնալու եւ այլն, ինքը պարտավոր է նաև մշակույթ արտադրել, այսինքն ինչ ուզում ես ինքդ պատրաստիր։ Այսինքն մենք այդ նախագծով փորձ էինք անում փոխել մշակութային արտադրության ձևերը, այն դարձնել ավելի սոցիալական, մշակութային ձևերի սոցիալական արտադրության այդպես գեներացում։ Այդ տեսակի նախագիծ էր, Գիրքը իհարկե տպվեց, բայց ստրատեգիական իմաստով նախագիծը մենք տապալեցինք, որտեղ մեծ մշակութային քաղաքական շարժման մասին էր խոսքը։
նպատակի շուրջ հավաքել, ասենք թե մի 1000-1500 հոգի։ Փոքր արտադրական նպատակ։ Հիմա տեսեք, այսպես 21-րդ դարը եւ 20-րդ դարավերջը ստացվեց այնպես, որ մենք արդեն 21-րդ դարը դիմավորեցինք որպես անկախ պետություն եւ շատերը մեղադրանք են ուղղում անկախությանը, ընդ որում մատնանշելով ասելով նույնիսկ ցեղասպանությունից հետո մենք կարողացան տալ գրողների, կոմպոզիտորների մի ամբողջ համաստեղություն, որը ճիշտ է, Խորհրդային Միությունը ոչնչացրեց ըստ էության, բայց հետո այդ նույն Խորհրդային Միության տարի, նույնիսկ այդ կոտորածից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդքան զոհերից հետո մենք էլի ունեցանք մի հսկայական բույլ արվեստագետների, որոնք ըստ էության համաշխարհային ճանաչում ունեն եւ անկախություն ստանալուց ի վեր մենք չունենք նոր կերպարներ, որոնք կարող են դառնալ ուղենիշային, որոնք քիչ թե շատ անգամ մոտավոր չեն կարող համեմատվեն այն մեծերի հետ, որոնց մասին խոսք է գնում, Չարենց, Միծովե Ծարենց, այնտեղ Արամ Խաչատրյան եւ այլն։ Դրա մեղավորը անկախությունն է մեկ եւ երկրորդը լավ անկախությունը չի, մենք բարձրապես հոգնել ենք։ Այդ քննադատությունը, այդ քննադատական, այդպես ասած, խոսույթը կամ իմ թարգմանությամբ ճառաբանությունը հնչացնողները իրենք հաշվի չեն առնում արտադրությունը, արտադրական կարողությունները։ Այսինքն ես կարծում եմ, որ այդպես չի իրականում վիճակը, պարզապես արտադրական կարողությունները երկրի այնպեսին չեն եղել, որ արտադրվող տեքստերը իրենք կարողանային ապրանքային տեքստ ստանալ եւ տարածվել։ Եվ հնարավորություն ուներ հասարակությունը նույն այդ քննադատը կամ քննադատական այդ ճառաբանությունը ձևակերպողները կարողանային տեսնել այդ ստեղծագործ անձանց։ Այդպես չի։ Կոնկրետ ես մեր կերպարվեստի ոլորտում ասեմ, գոնե 5 անուն կա, որ միջազգային տարածում ունեն, բայց Հայաստանում չեն ճանաչում իրենց։ Եթե նույնիսկ փորձես մի փոքր ներկայացնել, ոչինչ չի կարող ասել։ Այդ ներկայացողները պիտի բավականին համոտ եւ պատկերավոր ձևով բացատրեն այդ արվեստագետներին, որպեսզի հասարակության ինչ-որ մի շերտ հասկանա։ Նկատի ունեմ, որ խնդիրը այն չի, որ մեր անկախությունից հետո չի ձևավորվել, այդպես ասենք, գեղարվեստական մշակույթ, որը ցույց է տալիս անկախությունը իբրև պատկեր, կերպար կամ անկախությունը իբրև մի նպատակ, որի հասնելու համար պայքար է գնացել։ Իրականում դա եղել է, պարզապես ես ինքս քննադատաբար եմ վերաբերվում այն քննադատներին, ովքեր որ երբեք ուշադրություն չեն դարձրել այդ process-ներին, որպեսզի ցույց տային, վերլուծեին, համարել են, որ դա հաշիվ չի։ Դա դեռևս արվեստ չի։ Այն մասին է խոսքը, որոնց մեջ այդ 4-5 հոգին են նաև որ միջազգային բան ունեցել։ Որոնք որպես կանոն նման խոսույթ ուղղում են մարդիկ, որոնք իրենք ոչինչ չեն ստացել, չէ՞։ Կարող ենք ասել հացկատակներ, ժամավաճառներ, կոմայգու, այդպես անալիտիկներ եւ այլն կարող ենք։ Հիմնականում էլ դա իշխում է, այդպես ասենք ամբողջավարական խոսույթը կարելի ասել նույնիսկ բարձրացել ամենավերևի։ Շատ սիրելի մարդկանց մեկը ժամանակին ասում էր գրաքննադատները մարդիկ են, որոնք ձախողել են գրող դառնալու բոլոր փորձերը։ Կարող ենք այդ տեսակի բաներ ասել գրական անդաստանից, գրողական դիրքերից այն մարդը կոմայգու խոսակցությունը իբրև գրողի կարգավիճակով է, այդպես չի, բայց մյուս կողմից էլ այդ բնագավառները ներկայացման մեկնաբանության բնագավառները մեր արվեստի տարբեր ոլորտներում այդքան էլ զարգացած չեն տարբեր պատճառներով, նախ եւ առաջ, տենց ասենք, քաղաքական պատճառով, Սովետ միության ժամանակ գնահատողը միտեղ էր նստած Մոսկվայում, տենց դու չէիր կարող գնահատել Երևանում կամ ասենք թե Աբովյան փողոցում նստած չէիր կարող գնահատել կամ քո գնահատականը պիտի չտարբերվեր, մյուս կողմից
տարբեր բնագավառներ նաև տարբեր ավանդույթներ ունեն։ Հիմա դիցուկ օրինակի համար մինչև Սովետ Միության փլուզումից հետո նույնիսկ անկախության առաջին տարիներին մեր կերպարվեստի մեջ իշխում էր արտադրությունը, այսինքն արվեստագետները, բայց ոչ տեսաբանները, բայց տեսաբանական աշխատանքը, տեքստերի արտադրությունը եւ խոսույթների կամ ճառաբանությունների արտադրողները ստեղծել են մի օղակ կամ խմբակ կամ միջավայր դիսկուրսիվ, որպեսզի չեն գտնի մեր շրջապատող երկրների միջավայրերում, Թիֆլիսում, Բաքվում, չկա Միջին Ասիայում, այսինքն եթե մենք սովորական կամ քաղաքական մակարդակի վրա ընդհանրապես բան չենք ունենում ասելու, կերպարվեստի մակարդակի վրա մենք ունենք միջավայր, քննադատական, տեսաբանական միջավայր, որպեսզի միջավայր գոյություն ունի շրջապատող երկրներում, կարող 1000 կիլոմետր շարավով։ Բայց դրա մասին ոչ ոք չգիտի։ Բայց դա արտադրության չի վերածվում։ Վերածվել է ոչ թե արտադրության չի վերածվում, այլ արտադրությունը չի դառնում զանգվածային, տենց ասենք, արդյունաբերական, որտեղ դրա համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, անհրաժեշտ են միջոցներ, անհրաժեշտ է գնահատական ներքին, որ դա կարևոր է։ Այդ գնահատականը պիտի լինի անպայման վարչաքաղաքական, որպեսզի հնարավորություն ստեղծի ապահովել միջոցներով խոսափող, ձայնափող, չգիտեմ, լրատվություն։ Հիմա տեսեք, հասանք մի ցավոտ թեմայի, ես որը հիմնական նկարիչների հետ եմ այս թեմայով խոսել։ Իրենք ասում էին, որ ի տարբերություն գրականություն, գրականության նկարչությունը թանքաճույք է, որտեղ ամեն ինչը փողարժի Մոլբերտից սկսած բնորդուհիներով վերջացրած, հա։ Բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Խնդիրը հետևյալն էր, ասում էին, որ մենք ունենք հրաշալի նկարիչներ, դուք ասացիք, որ անկախության շրջանում գոնե 5-ի անունը կարող եք նշել, որոնք ունեն միջազգային ճանաչում եւ համարում, բայց մենք իրենց չենք ճանաչում։ Այդ մարդիկ ասում են, մենք չունենք 4-5-ը, մենք ունենք 50-60։ Բայց որpեսզի այդ 50-60-ին ճանաչենք թե մենք, թե աշխարհը, պետք է պետությունը զբաղվի պրոդյուսինգով դրա, այսինքն պետությունը պիտի սկսի արվեստի այդ ճյուղի հանրահռչակումը սկզբում ներսում, հետո տարածի դեպի դուրս։ Պետությունը դա չի անում, հետևաբար պետությունը պիտի չանի։ Այ հենց այդ ու այդ անընդհատ թատրոնների դեպքում էլ են նույն ասում պետությունը պիտի անի կամ չանի, գրականության դեպքում էլ են պիտի անի կամ չանի։ Հիմա պետությունը ինչ պիտի անի։ Պետությունը պիտի օգնի անողներին, որպեսզի լավ անեն ամեն ինչով, պրոդյուսերներին, անկախ, կուրատորներին, անկախ, գալերիստներին, անկախ։ Մենք հիմա չունենք արվեստի շուկա։ Արվեստի շուկան բարդ բան է։ Ամերիկալուների արվեստի շուկան վերնիսաժն է։ Չէ, բազար չի։ Հենց այդ է։ Արվեստի շուկան բարդ բան է։ Դա որպեսզի զարգանա, անհրաժեշտ է համապատասխան քաղաքականություն, այդ քաղաքականությունը եւ վարչարարությունը եւ առանձին բաներին ֆինանսական քաղաքականությունը, վարկային միջոցներին, բանկային ապահովագրություններին, արտոնությունների համակարգ ստեղծելու, որպեսզի գալերիստները կարողանան վերցնել, ասենք, տարածքի համար փող չտալ օրինակի համար։ Այսինքն, որպեսզի ձևավորվի այդ։ Եթե չկա շուկա, չի երևում արվեստագետների ինչ լինելը շուկայական արժեքի իմաստով։ Իրանց գինը պարզ չի։ Պարզ չի տվյալների բացակայության պատճառով, որտեղ չկա զարգացած համապատասխան մեդիա։ Այսինքն, որպեսզի դա լիներ, պիտի համապատասխան ոչ թե մշակույթի նախարարությունը դառներ պրոդյուսեր։ Դա ամենավերջին բանն է, որ իր մեջ պարունակում է վտանգներ վերադառնալ դեպի Սովետ Միություն։
որից որ ոմանց համար պատահաբար իմ եւ իմ շրջապատ իմ սերնդի ահագին մարդու համար պայքարի միջոցով ենք հասել։ Հիմա տեսեք, մեդիա, քանի որ մեդիայի որ իմ թույլ տեղերից մեկին կպանք դրանով։ Մենք ավանդաբար ունենք շատ լավ լրագրողներ, տարիներ շարունակ, որոնք աշխատել են մշակութային դաշտում, մշակութային լրագրողներ են մենք նրանց ասում, բայց իրենք շատ քիչ են։ Վերջին տարիներին տասնամյակով ես նույնիսկ ասի, արվեստը, մշակույթը, այսպես լրատվական դաշտում մղվել է 3-րդ, 4-րդ, 5-րդ պլան, արդեն հիմա ավելի շատ սկանդալներ, ավելի շատ քաղաքական հռետորաբանություն, մեղադրանքներ եւ այլն, եւ այդ տեղեկատվական աղմուկը, որը ստեղծվում է մեդիայի միջոցով, ինքը մշակույթի ընկալումներին խանգարում է միանշանակ, այդ ես իմ փորձով էլ կարող եմ ասել, որ ես չեմ կարողանում կենտրոնալ պարզապես գիրք կարդալու վրա, դեռ ուղղակի 1000 տեղ աշխատում, դեռ գլխիս մեջ անդադ շուտ ֆրազեր եմ պատրաստում։ Հիմա մեդիան այդ իմաստով որքանով կարող է եթե հանկարծ մենք հանկարծ էլի որոշենք, որ պետք է մշակույթ պրոպագանդենք եւ այլն, այ որքանով կարող է օգտակար լինել այդ ձեր ասածների համար։ Թե ժամանակը անցել է։ Իրականում արդեն շատ բարդ խոսակցության մեջ ենք մտնում, անցնում ենք դեպի փիլիսոփայություն, որը որ մեր նյութը գեներացրած նյութը երևի չհասցնենք փոխարկել, ամբողջ հարցը նրանում է, որ տենց արվեստի համաշխարհային շուկան համաշխարհային ճգնաժամի մեջ է։ Այդ ճգնաժամը նաև մեդիայի այդպես այլակերպումներ, այլասերումներ, մեդիատիզացիան արվեստի, արվեստագետների դա մասնակազմում ճգնաժամի։ Հիմա սա արդիական այդպես տենց գնահատականը կամ դիագնոստիկա, կարող ենք ասել իմ անձնական կամ մի տեսակետ, մի դիագնոզ, որը որ նաև կարող է իշխում, չգիտեմ, ես չեմ կարող ասել, բայց այդպես է։ Հիմա այդ նման տեսակետ ունեցողի համար, որպեսզի ես եմ, ստացվում է, որ արվեստի շուկայի մասին մտածելը արդեն ժամկետանց է։ Կենտրոնացված վարչականորեն արտադրվող բանը արվեստի միջավայրը արտադրություն սովետմիության եւ մյուս կողմից շուկայական կա արդյոք ալտերնատիվ այս երկուսի։ Ես կարծում եմ, որ կա, հիմա ես դրա մեջ եմ, բայց դա մեծ հանդիսասրահ, մեծ լայն հասարակություն, համահասարակական բնույթի այդպես մի արտադրություն կամ միջավայր ներգրավում չի ենթադրում։ Դա ենթադրում է խմբավորումներ, խմբանքներ, համայնքներ, առանձնացված տարածքներ, բնակավարային կամ տարածքային համայնքներ։ Սա բոլորովին այլ բան է։ Հիմա մենք կարող ենք խոսել շուկայի մասին, խնդիրների մասին, այ մի ժամանակ ինչ արեց, ինչ պիտի անեինք, որ չէինք արել, հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Տարբեր գնահատականներ կան։ Հիմա ասում են, թե որ ինչ լավ է, որ որոշ ցախական այդպես հովերով արվեստի պատմաբաններ, քննադատներ, մեր միջավայր երիտասարդների մեջ, նաև դրսում, որ Հայաստանի արվեստը այդպես շուկայականացված չի։ Սա լավ բան է համարվում։ Բայց մյուս կողմից մենք գիտենք, որ դա լավ է, եթե խոսում ենք ամբողջովին շուկայականացված միջավայրի մասին, որտեղ այլ ընտրանքներ են փնտրում։ Մեզ մոտ այդ շուկան ընդհանրապես չի ձևավորվել, այլ ընտրանքների մասին խոսակցությունը շուկայի այդպես բազարի, այսպես ասած, տարատեսակ, տարազան դրսևորումներից մեկը է ստացվում։ Այնպես որ նույնիսկ իմ խոսակցությունը այս պարագայում դառնում է ոչինչ չասող, այդպես ոչ կոնստրուկտիվ, ոչ բան։ Դժվար է, ես կարող եմ քննադատել, ենթադրենք մշակութային գլխավոր կուրատորին
որպեսզի հանդիսանում է կառավարության համապատասխան նախարարությունը, բայց դրանից բան դուրս չի գա։ Այդ պատճառով ես փորձ եմ անում առաջնորդվել իմ փորձագիտության շրջանակներում, պրոյեկտներ մտածելու այդ առաջ շարժվել, նաև արտահայտվելով տարատեսակ խնդիրների մասին, իմ կարծիքը հայտնելով։ Հիմա լավ, խնդիրների մասին խոսենք մի քիչ այլ տեսանկյունից, տեսեք, մենք զրույցի առաջ էլ խոսեցինք այդ մասին ավելի ճիշտ, ես ասացի, որ նման մի հարց կա։ Տեսեք, մենք հասարակությունը նկատի ունեմ, հայաստանցիներս մասնավորապես բավական պահպանողական ենք մեր տեսակետներում, մեր ճաշակում, պսևդոմշակույթի մասին չեմ իմը խոսելու, որ մենք միշտ գովում ենք արդարացիորեն, ասում ենք, մենք տեսեք ինչ մշակույթ ունենք, բայց այդ մշակույթի հիմքի վրա երբ ինչ-որ նոր բաներ են սկսում ստեղծվել, հա, մասնավորապես ժամանակակից արվեստ, որի ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենն եմ, ժամանակակից արվեստի նկատմամբ հասարակական լայն հատվածի վերաբերմունք, այսպես մեղմ եմ ասում, վերապահումներով, եթե չասեմ թշնամական։ Դա ինչի հետ է կապված, որովհետև մենք իրոք այն աստիճան պահպանողական ենք, որ նոր բան չենք ընդունում, թե որովհետև այդ նորը, որ ստեղծվում է, կապ չունի այն մշակութային պլաստի հետ, որի մասին ես քիչ առաջ հիշատակեցի։ Այդ հակասությունը որտեղից է գալու, ինչի մենք նոր բաներ չենք սիրում։ Առանձնապես։ Ես կարծում եմ, որ եւ պահպանողական ենք եւ գեր առաջադիմական, բայց մեր խնդիրը իրականում տենց բաներով ռիտուալիզմն է։ Մենք առաջնորդվում ենք ռիտուալներով, այլապես ասենք 19-րդ դարի կեսից սկսած լուսանկարչություն իբրև տեխնիկա, տեխնոլոգիա նոր ստեղծված 19-րդ դարի առաջի կեսին ամբողջ Օսմանյան կայսրությունում եւ ռուսական կայսրությունում հայերն էին տարածում, հայ լուսանկարիչները, այսինքն մենք այսօրվա բառերով ասած արևմուտքի ագենտներն էինք, տեխնոլոգիական, այսինքն մենք ունենք պահպանողական հատված, արժեքների նվիրվածություն եւ ունենք առաջադիմական կամ նորարարական հատված, որ տարվածությունը տեխնոլոգիաներով։ Այս երկուսը այդպես բևեռային ձևով տենց գտնվում են բևեռային հակադրության մեջ մեր մշակույթում։ Այդ պատճառով ինչ որ ստեղծվել է մեր տենց ասենք բարձր մշակույթում, դա ժամանակակից։ Պարզապես սովորական կենցաղային մշակույթը, որի մեջ ապրում է ժողովուրդը, հասարակությունը, ինքը կտրված է մեր բարձր մշակույթից։ Հիմա մենք չենք կարող մեր բարձր մշակույթը կտրել մեր ժողովրդից, տակը բան չի մնա։ Ժողովուրդը ինքը կտրվում։ Տեսեք, Սարյան անունը տարածված է, չէ՞։ Բոլորը գիտեն Սարյան արվեստագետին։ Որ ասում ենք ժամանակակից արվեստ Սարյանն է ընկած հիմքում։ Մեր ինստիտուտը պահում է իբրև հաստատություն ամբողջ հիշողությունը նորարարականության իր մեջ ժամանակների միջոցով։ Եթե Սարյանին գիտեն, ինչ որ ժամանակ հետո կիմանան այդ ինստիտուտի անունն էլ։ Բայց ամենօրյա կյանքը ապրելիս մենք Սարյանով չի, Կոմիտասով չի, ոչ չէ, մեր օրենք անց ենք կացնում։ Թեպետ իրենք մեր մշակույթի սյուներն են։ Բոլորս էլ ընդունում ենք։ Չկա մարդ, որ չընդունի դա։ Իրենց անուններով ենք նշում մեր ամենակարևոր վայրերը, հաստատությունները, ներկայանալու ուրեմն նյութը իրենց հետ ենք կապում։ Այսինքն մենք մշակութապես, բարձր մշակութապես ամբողջովին գտնվում ենք նորարարական, ոչ պահպանողական, ուրեմն մշակույթի մեջ։ Պարզապես վերաբերմունքը ռիտուալիստական է։
նույն Սարյանին էլ ենք այդպես մոտենում, առանց խորանալու թե ինչ է արել, կամ նույն Արշիլ Գորկուն, չէ՞։ Ես հիշում եմ տարիներ առաջ Արշիլ Գորկու թանգարան ուզում էին Էջմիածնի պատերից ներսում ստեղծել, որովհետև հայ ամենանշանավոր նկարիչն էր ժամանակակից, չէ՞, ծագումով պես հայ։ Մինչդեռ Արշիլ Գորկու ստեղծագործությունը իր մեջ տենց չի պարունակում։ Հա, կրոնական մեղմ մինասը ասած ընդամենը 1-2 կտավ ունի։ ոչ միայն չի պարունակում, այլև կարելի ասել հակա։ Հա, շրջապով։ Կարող է հայտնվել Էջմիածնի շրջապատում զուտ այդ ռիտուալիստական, արարողական, ծիսական, ուրեմն պատկերացումների եւ վարքագծի շրջանակներ։ Այսինքն մենք ըստ էության շարունակում ենք անընդհատ խառնել ձևն ու բովանդակությունը, հա։ Մենք մոմ ենք վառում։ Հա, բայց այդ իկոնայի վրա, այդ սրբապատկերի վրայի փոշին ալարում ենք մաքրենք։ Մենք հավատում ենք, որ Սուրբ այդպես, եթե փորձեն բերել համեմատական այդպես վերլուծություն անել, ենթադրենք տարբեր դավանանքի եկեղեցիների պաշտամունքային առարկաների միջև կաթոլիկ եկեղեցու, Աղափար եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, մեր եկեղեցին ամենաարևելյան ծայրակետն է եւ իր պաշտամունքային առարկաներով համեմատելի է մյուս Աբրահամյան կրոնների պաշտամունքային առարկաներին, մուսուլմանների եւ հրեաների։ Դա գիրքն է, Սուրբ գիրք։ Այսինքն բայց եթե հрьяաները գիրքը կարդում են, հարցեր են տալիս, Սուրբ գիրքը մենք հավատում ենք, ձեռքը դնում ենք կամ գլխի տակ ենք դնում։ Այսինքն մեր հաղորդակցությունը աշխարհի հետ իր նյութականության առումով ինքը ավելի շուտ բան է, ծիսական եւ հիմնված է հավատի վրա։ Այսինքն մոտարապես նույն, ես ճիշտ եմ հասկանում, որ մենք մոտարապես նույն վերաբերմունք ունենք մշակույթի նկատմամբ, մենք սրբացրել ենք մեր մշակույթը, սրբադասել ենք, դրել ենք սիրուն երևացող մի տեղ, շաբաթը մի անգամ գալիս ենք առաջ խոնարհվում ենք ու գնում ենք ռաբից լսելու։ Այո։ Մենք սրբացնում ենք նրանց, ովքեր որ արժանի են սրբանալու եւ այդպես։ Բայց ինչ անենք, որ փոխվի վիճակը։ Ես վստահ չեմ, որ աշխարհի ամենաբարդ հարցը։ Ես վստահ չեմ, որ արժի փոխել, պարզապես պետք է բան անել։ Այդ մեր գործողությունների մեջ կորուստներ չկրենք։ Մենք ներկայանանք որպես այդպիսի նախ եւ դրա մեջ արժեք տեսնենք կապվածությունը սրբությունների եւ տարվածությունը նորարարությամբ։ Երկուսը միաժամանակ ես կարծում եմ, եթե կարողանանք պահել իբրև տնտեսություն եւ դրա մեջ տեսնել մեր զարգացումը, ավելին պետք չի։ Պետք չի փոխել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն է ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Նազարեթ Կարոյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։